21 ժամ տևած բանակցություններից հետո ամերիկա-իրանյան կողմերը Իսլամաբադից հետ են դառնում դատարկաձեռն։ Իրանական կողմը հայտարարել է, թե ամերիկացի պաշտոնյաները իրենց վստահություն չեն ներշնչում բանակցային գործընթացներում։ Թեհրանն ըստ ԱՄՆ փոխնախագահ Վենսի մերժել է Միացյալ Նահանգների միջուկային զենքի արտադրությունից հրաժարվելու Հորմուզի նեղուցը բացելու առաջարկները։ Միջուկային զենքի հացն առանցքային է Միացյալ Նահանգների եւ Իրանի բանակցություններում, եւ Թրամփի գլխավոր խնդիրն է թույլ չտալ, որ Թեհրանը միջուկային զենք ունենա, թե հիմա, թե ապագայում։ Երբ Իսլամաբադի փոխըմբռնման հուշագիրը շատ մոտ էր, մենք բախվեցինք մաքսիմալիզմի, խաղի կանոնների փոփոխության եւ շրջափակման հետ։ Ոչ մի դաշ չի քաղվել, բարի կամքը բարի կամք է ծնում, թշնամությունը թշնամանք է ծնում։ Մինչև Վենսը կհասներ Վաշինգտոն զեկուցելու անարդյունավետ բանակցային գործընթացի մասին, Թրամփն արդեն որոշել է բլոկադայի ենթարկել նեղուցը, պատասխանատվության ենթարկել այն տանկերներին, որոնք կվճարեն Իրանին նեղուցն անցնելիս։ Եթե Իրանը չհրաժարվի միջուկային ծրագրից, ես կշարունակեմ հարվածել նրանց։ Տեսաք, թե ինչ արեցինք Վենեսուելայի հետ, սա կլինի շատ նման մի բան, բայց ավելի բարձր մակարդակով։ Մենք պատրաստվում ենք շրջափակել Հորմուզի նեղուցն Իրանի համար, դա որոշ ժամանակ կխլի, բայց շուտով կտա իր պտուղները։ Իրանի ծովային շրջափակում սկսելու ԱՄՆ որոշումն անօրինական է, դա ծովահենություն է։ Երկու կողմերն էլ ֆանատիկորեն արհամարում են մնացած ամբողջ աշխարհի կարծիքը, շահերը եւ ստացել է մի իրավիճակ, երբ Հորմուզի նեղուցը երկուսով միասին են շրջափակման ենթարկել։ Իր հետևանքները կունենա ամբողջ աշխարհի վրա։ Կարծում եմ աշխարհը չի հանդուրժի երկար ժամանակ այդպիսի վիճակ։ Flight Radar 24-ի տվյալներով մեծ թվով ամերիկյան ռազմական բեռնատար ինքնաթիռներ շարունակում են ժամանել Մերձավոր Արևելք։ Լարված իրավիճակի ֆոնին մեծ թվով սարքավորումներ, զենք եւ անձնակազմ է շարունակաբար տեղափոխվում տարածաշրջան։ ԱՄՆ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ կարելի ասել դեմ են Վաշինգտոնի ընդդեմ Իրանի ռազմական գործողություններին, հորդորում են ռազմական գործողություններից զերծ մնալ եւ այլ ճնշումներ գործադրել Թեհրանի վրա։ Օրինակ տնտեսական։ Վաշինգտոնը ռիսկի է դիմում Իրանի դեմ մարտադաշտում ձեռքբերումները վերացել երկարաժամկետ ռազմավարական հետընթացի, ասել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։ Թեհրանն այժմ ունի նոր հսկայական առավելություն՝ Հորմուզի նեղուցը։ Պատերազմը վերսկսելը տարբերակ է, սակայն շատ ռիսկային։ Մի վերադարձեք կռվին։ Շարունակեք ճնշումը իրանցիների վրա այլ միջոցներով եւ զբաղվեք դիվանագիտությամբ այնքան ժամանակ, որքան պահանջվի գործարքի հասնելու համար։ Քանի դեռ Իսրայելը որպես պետություն իր հավանությունը չի տվել, այնտեղ ոչ մի խաղաղության համաձայնագիր չի լինի, սա մեկ։ Երկրորդ, ես հանգուցալուծում ավելի շուտ տեսնում եմ Միացյալ Նահանգների ներքաղաքական իրավիճակում, որովհետև այնտեղ էլ կարծես մարդկանց համբերության բաժակը լցվում է։ Նախկին պաշտոնաթող ծովակալները, ռազմական փորձագետները եւս Թրամփին հուշում են զգույշ լինել Հորմուզի նեղուցում ռազմական գործողություններից, նշելով, որ այդ հարցում Ռուսաստանն ու Չինաստանը եւս կաջակցեն Իրանին։ Թրամփը ճիշտ է, Ռուսաստանի վերաբերյալ կարծիք չի հայտնել, սակայն Չինաստանին սպառնացել է ռազմական գործողություններում չաջակցել Իրանին։ Հակառակ դեպքում, ըստ ԱՄՆ նախագահի, պատերազմը անխուսափելի կլինի նաեւ Չինաստանի դեմ։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։